Բարև ձեզ իմ չացրելի YouTube-յան հետևորդներ, ես մակներկայացնում եմ առաջին տատիկիս մազրը թե ես ինչ եմ արել հյուսել եմ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ահա իմ թորնիկը, իմ գեղեցկի Էմիլիան, մենք միասին մտածել ենք լավ բան կազմակերպենք բոլոր երեխաների համար, հեքիաթներ հորինենք, իրենց սիրած կենդանիների անուններով, և ես հեքիաթներ կկարդամ, հեքիաթներ կկարդա Էմիլիան, Աստվածաշունչը կկարդա Էմիլիան մանկական, Էմիլիա օրինակ կարդացել ես? Ինչ? Մանկական Աստվածաշունչ կարդացել ես? Այո. Առաջին էջն ես, չի միայն կարդացել? Ոչ. Էլի ես կարդացել? Որը? Օրինակ որ թեման ես կարդացել? Ուխտի կնքման և երեխայի կնքմանորը։ Սիրելի հետևորդներ, մենք Էմիլիան ասեմ, որ բանաստեղծություններ է գրում, խոտանավորներ է հորինում, իսկ ես էլ նույնպես, ես մեծական թեմաներով, Էմիլիան մանկական թեմաներով։ Մենք միասին արտասանենք ձեզ համար մեր գրած բանաստեղծությունները և մեր հորինած հեքիաթները կպատմենք ձեզ համար։ Միայն թե դուք ասեք, սիրելի երեխաներ, թե որ կենդանիներին եք շատ սիրում։ Կոմենտներում գրեք, ես կկարդամ։ Եվ որ կենդանիների մասին կուզենայիք հեքիաթ հորինեինք։ Այ օրինակ ես Էմիլիային հարցրեցի, Էմիլիա որ կենդանին է սիրում, Էմիլիան ասաց նապաստակ, կրյա, և ես հորինեցի հեքիաթ այդ կենդանիների մասին։ Պատմենք Էմիլիա ջան, երեխաները լսեն։ Լինում են չեն լինում, մի նապաստակ և մի կրյա են լինում։ Այս նապաստակն ու կրյան որոշում են իրար հետ մրցույթ կազմակերպել։ Վազքի մրցույթ։ Նապաստակն ասում է. իհարկե ես կհաղթեմ, որովհետև անտառի ամենաարագավազ կենդանին ես եմ։ Իսկ կրյան իսկի չէր էլ մտածում, որ խայտառակ պարտության է մատնվելու, որովհետև անտառի ամենադանդաղաշարժ կենդանին հենց ինքն է կրյան։ Բայց արի ու տես, որ այդպես չվերջացավ մրցույթը։ Զարմանալի է, չէ՞, եթե ես ասեմ, որ կրյան է հաղթում այդ մրցույթում։ Բոլորդ կհարցնեք, այդ ինչպես։ Կրյան դանդաղաշարժ հաղթի արագավազ նապաստակին։ Ահա ուշադիր լսեք։ Նապաստակը մտածելով, որ ինքը անտառի ամենաարագավազ կենդանին է, նա սկսեց սկզբից արագ վազել, ապա տեսնելով, որ կրյան շատ ետ է մնացել, նա որոշեց պառկել մի ծառի տակ, գլուխը դնել քարին, մի փոքր հանգստանալ, մինչև որ կրյան մի փոքր կառաջանա։ Եվ նրա